Հա։ Ուրեմն դե ահռելի աշխատանք էր Երևանի back office-ի կողմից արվում ու ընդհանրապես կառավարման համակարգի կողմից ես պատկերացում ունեմ դա ինչ կարգի աշխատանք է կատարվել, որից CNN-ի եթերը տեղի ունենա, աննախադեպ բան է, Արցախի արտգործնախարարը մի հաղորդման մեջ է Ադրբեջանի արտգործ նախարարի հետ, այսինքն հասկանում ես, չէ, սուբյեկտայնության աստիճանը ինչքանով է Արցախի բարձրանում այդ պարագայում, երբեք նման բան չի եղել այդ կլասի մեդիայում։ Ուրեմն այդ եթերից առաջ Միրզոյան Կարենի հետ զրուցում ենք, ասում եմ, գիտես, իմ ընկալմամբ, հա, եթերը անում են, բան են անում, դե ահռելի աշխատանք է այնուամենայնիվ կատարվել դրա ուղղությամբ Երևանից ու փորձելու է օպերատորը ինչ որ չեզոք պլանի ուղղությամբ անի դա, ենթադրենք դատարկության կամ շենքի կամ պատի, հանգարց որտեղ գնանք, ասեմ, ստեղ կանգնում ենք, ուրիշ տեղ չկանգնենք ու հնարավորություն չտանք ուրիշ ռակուրսի, քո մեջքի ետևում պետք է ծածանվի դրոշը ու երևա զինանշանը նախագահի նստավայրի։ Հիմա իհարկե փորձում էին ինչ որ այս ռակուրսով, այն ռակուրսով չեն կարող, կարելի է կայնել ասես իր դրոշի զինանշանի ֆոնի վրա, այլ ճար չկա, տենց է գնացել է եթեր, այսինքն բոլոր օղակները էլի նորից էլի, այսինքն պատկերացրա ինչ ծավալի աշխատանք է կատարվել այդ կուլիսների ետևում back office-ների կողմից, դիվանագիտական բլոկի կողմից, որ նախ այդ լրատվամիջոցները կան ողջ Եվրոպայից, Ռուսաստանից, երկրորդն էլ որ այս տեսակ եթերներ կայանան։ Վերջը բաշխեցինք նաև այդ ուղեկցման հարցերը, ուղեկցումով ու դեղին գոտում հիմնականում պաշտպանության բանակի անձնակազմներ, որ ուղեկցում էր խմբերին լրագրողական, ամենապրոբլեմատիկներին չակերտավոր ես վերցրեցի ինձ վրա ու աս պատրիոտի մեջ ամերիկացիքին տենց նստացնում էի, բայց ինչ եմ ասում չակերտավոր, որովհետև բարձր պրոֆեսիոնալ մասնագետներ են, շատ բարձր որակավորում ունեցող, բայց իրանք սովոր են լավ պայմաններում աշխատել, հարուստ լրատվամիջոցներ են, ենթադրենք իրանց նկարանող խումբը որպես կանոն 3 կամ 4 հոգի է մինիմում, այսինքն դա օպերատորն է, լրագրողն է, պրոդյուսերն է ու բոլոր խոշորները ունեն նաև անվտանգության գծով իրանց խորհրդականը, որը որ անվտանգության հարցերն է ապահովում, կապի հարցերը, եսի մինչերը եւ այլն, այսինքն այդ մի խումբը մենակ 4 հոգի։ Ու ես ասել էի, որ երկուսին վերցնում եմ ինձ վրա, եթե չեմ սխալվում BBC-ներ ու Al Jazeera-ն, երկուսով գնում ենք դեպի Մարտունի 2, ասի ես կտանեմ ես ղեկին մեքենայի, բայց այդ OAS Patriot-ը ինքը երկաթից մեքենա է, ռետինից չի, ես չեմ կարող այնտեղ 9 հոգի, 8 հոգի չի լինի, ասի կոմպակտացեք, էլի, չեն կոմպակտանում, որտեղ իրանց պրոտոկոլները տենց են, որ դի բոլոր, ասում եմ, լավ ժողովուրդ, իրար հետ կոոպերացվեք, թող մի անվտանգության մասնագետը 2 խումբ սպասարկի ու մի պրոդյուսերը թող 2, ինչ եք անում պրոդյուսերը, ես եմ ձեր պրոդյուսերը, ստեղ պրոդյուսերը թող տենց հանգստանա այսօր էլի։ Ստու պրոդյուսերը ես։ Մարդը քանակի խնդիր ունենք, ես այդքան մարդ ավտոյի մեջ չեմ կարող տեղավորեմ։ Վերջը տենց մի ձև տեղավորվում ենք, գնում ենք Մարտունի 2 ենք գնում, եթե չեմ սխալվում։ Այս ճանապարհին անընդհատ իրանց բոլորի մոտ էլ GPS բաներ են, մայեչոկներ են, այսինքն իրենց back office-ները, իրենց գրասենյակները արբանյակի միջոցով իրենց տեսնում են, ազդանշան ուղարկող չիպեր են մոտները։ Դե սարի պայմաններ է, կապը կորում է անընդհատ բջիջային, այդ GPS սիգնալը կորում է, 1, 2 այս անվտանգության իրենց բանը, բա կանգնի։ Մի անգամ կանգնեցի, ինչ որ գնաց կապ գտավ ինչ որ տեղից, զանգեց, ասեց ամեն ինչ նորմալ է, երկրորդ անգամ մի կերպ արդեն կանգնեցի, բայց զգաց դեմքիցս, որ ինչ-որ լավ չի արդեն, երրորդ անգամ որ ասեց էլի կապը կորել է, բան չենք կարող կապնվենք, ասի ընկեր, ասի, արի պայմանավորվենք էլի, վերջ։ Ես էլ չեմ կանգնելու, որովհետև քաշեցի մի կողմ, որ լրագրողները բան, սպեցնազի օֆիցեր էր նախկին։ Ասի դու հասկանում ես, չէ, որ մենք ինչ զոնայում ենք, բա հա։ Ասի դու հասկանում ես, չէ, որ կանգնած դիրքում մենք ավելի լուրջ ու պոտենցիալ թիրախ ենք, քան արագ ընթացքի մեջ։ Բա հա։ Ասի ամեն անգամ որ ասում ես կանգնի, ես չեմ կարողանում ամեն տեղ ծառ գտնեմ կամ ինչ որ տեղ գտնեմ, որ պահկվենք, որ տենց աննկատ կանգնեմ, չոլի մեջտեղը ասում ես կանգնի, ընկեր, հիմա քո տրամաբանությամբ զինվորական մարդ ես, ստատիկ վիճակում ենք, մենք ավելի խոցելի, թե արագ ընթացքի մեջ,
միանշանակ արագ ընթացքի մեջ խոցելի նվազենք ավելի, քան ստատիկ։ Ասի ու պլյուս, ասի անընդհատ ռեպ է աշխատում ստեղ ռադիոէլեկտրոնային պայքարի, դե չգիտեմ էլ ճիշտ ասած աշխատում էր, չէր աշխատում, այդ ասեցի նրա համար, որ եթե կապդ կորում է, մի զարմացի, այդ մեր բանակը աշխատում է, էլի, կարող կորի, կարող ինչ ասես լինի, ամեն անգամ այս կապը կորցնես, չես կայնես, չեմ կայնելու էլ ընկեր, մոռացի։ Համոզեցի մի կերպ, այդպես հասանք Մարտունի 2 այդ խմբերի հետ, հիմա այս BBC-ն է։ Կհիշես այդ նյութերը դու։ Հասել ենք Զորամաս, հրետանի, հա։ Ասում եմ այդ առաջի այցների երևի երկրորդ օրն էր թե երրորդ օրը առաջի նման այցելությունն ենք անում, հիմա հրահանգավորում եմ անում բոլոր ներկաների համար, ազգային լրատվամիջոցներ էլ կային, այլ մեքենաներով եկած մեր հայկական լրատվամիջոցները ընդհանուր հրահանգավորում է անվտանգային բան են կոմեսկոմ, օպերատորներին առանձին հանեցի 5 րոպեանոց բրիֆինգի հրահանգավորման։ Ճիշտն ասած կա միջազգային պրակտիկա ինչ որ բաների, այսինքն աղբյուրներ կա, որոնցում նկարագրված է մարտական պայմաններում ցենզուրայի տեսանկյունից, անվտանգության տեսանկյունից, հա, տեսակադրերի ինչ որ նկարահանման ընթացակարգեր, ու նաև զինուժում միշտ եղել են հատուկ մարդիկ, Ռաֆայելը, մեկ էլ թորգոմը, չհիշում ես դու իրանց Զինուժը այդ լավ, մենք ունեցել ենք առանձին սպաներ, որոնք որ միշտ նայում էին այդ կադրերի, այսպես ասած, հիգիենան, լավ իմաստով, Էլի ի տարբերություն 44-օրյա պատերազմի, հա, որպեսզի կադրում հանկարծ քարտեզների ֆոնի վրա էին, որ չհայտնվի բան, որը չպետք է հայտնվի եթերում, ու նալբանց թորգոմներ մեկը, Ռաֆայել ազգանունը չեմ հիշում, մենք սպաներ ենք առանձին ունեցել ու առանձին բաժիներ, դե պատկերացա 13 տարում իրանցից ինչքան սովորած կլինեմ, էլի, որ հիմա շատ էլ չէ, ինչ որ մի բան սովորած կլինեմ 13 տարում, թե ինչը ոնց կարելի է կամ չի կարելի, ու ի զարմանս ինձ այդ օպերատորն ոչ թե ի զարմանս, այ շատ բարձր պրոֆեսիոնալներ էին, իհարկե, բոլոր ժամանած լրատվամիջոցները, որ կես բառից հասկանում էին արդեն ինչ ես ասում, դե պրիմիտիվ բաներ է, որ ենթադրենք աշխատում ենք խոշոր պլաներ, միջին պլաներ, պանորամա չենք տալիս, որպեսզի տեղանքի տեղորոշումը հնարավոր չլինի անել, սպառազինության էլեմենտներ կադրում չեն հայտնվում եւ ասենց տեսակ բաներ են։ Ոբշեմ, մի խոսքով անիմաստ էր իհարկե դա, որտեվ շատ բարձր պրոֆեսիոնալներ էին, բայց անում ենք։ Հիմա մոտենում է լրագրողներից մեկը, BBC լրագրողը։ Ասում է, բա ես ում հետ կարամ զրուցեմ, էլի։ Ինձ զինվորական է պետք։ Վաշտի հրամանատար էր երիտասարդ կապիտան։ Ասի, պարոն կապիտան, խնդրում եմ, կուղեկցեք մեր միջազգային լրատվամիջոցի հյուրերին Զորանոցը, հերթափոխից հանգստացող, հերթափոխի մեջ չգտնվող, ովքեր Զորանոցում են, տարեկը տեղ էլի, ասես բա ում հետ խոսան, ասի ում հետ ուզում են թող խոսան, այդտեղ զարմացան արդեն, ճիշտ ասած, BBC-ն զարմացա, որ նես չի որ տանում ենք Մարտուն դեմ տանք, ասենք հեսա, գնա ում հետ ուզում ես զրուցի, այսինքն համոզմունքը մեր այնքան էր, որ անկախ դրանից ինքը սպայի հետ կզրուցի, ենթասպայի հետ կզրուցի, շարքայինի կամ սերժանտի, մոտավորապես նույն բովանդակության ու ոճի պատասխաններ է ստանալու ինքը իր հնչեցրած հարցերին, որ իսկի խնդիր չենք ունեցել հատուկ պատրաստված ինչ որ մարդիկ լինեն, որ սրա հետ խոսան, նրա հետ չխոսան, բան չէ, բացարձակ։ Ու գնացին Զորանոց, կհիշես երևի այդ BBC-ի նյութերը կան, շատ հետաքրքիր բաներ էին, տենց օչերկներ էին, շարք դուս եկավ, տղա էր մի հատ սերժանտ էր, թե շարքային էր, չեմ հիշում, իր հետ հարցազրույց են անում եւ ինքը իր լեզվով, իր ձևով իր պատկերացման բացատրում է, թե ինքը ինչի է այդտեղ, ինչ է մեզ համար այդ ամենը եւ ինչից հետո է մի խոսքով, էլի ամեն, այսինքն իդեալական, բայց ոչ պարապած էր, ոչ սովորեցրած էր, ոչ գլխին սպակար կանգնած, խնդրեցի ասի կողքը մի մնացեք, էլի BBC-ի կողքն էլ մի մնացեք կամ Al Jazeera-ի, ում ինչ նկարում են, նկարեն, հրահանգավորումը ստացել են, մենք կողքից նայում ենք, բան չկա, գլխներին մի կանգնենք, որովհետև Ադրբեջանում տենց են անելու, մենք տենց չենք անելու, մենք տենց չենք վարվելու, վերջը նկարեցին բան։ Այսինքն ինչքան վստահություն կար, որ ընդհանուր գաղափարախոսական, պետականամետ ու ճիշտ դիրքորոշում ունեն են մարդիկ, որոնք հասկանում են,
որտեղ են իրենք, ինչի համար են իրենք, ինչի համար են կրվում, այնքան կար հանգստություն այդ առումով, որ դու ազատ կարող ես թողնել, ասել ցանկացածի հետ, լինի դա քաղաքացիական անց փողոցում, լիներ դա զորանոցում շարքայինից մինչև սպա, ցանկացածի հետ դու վստահ ես, որ այդ մարդիկ ինչ որ պսիխոդելիկ հիմարություններ չեն խոսել։ Չէ, այդ եմ ասում։ Գաղափարախոսական մոտեցում ունեին այդ ամենը։ Այստեղ վերաբերմունքը լրիվ փոխվեց ու միջազգային մեդիայի վերաբերմունքն է փոխվեց, որտեվ հետո եկան, բա այդ նկարած նյութը բան գալու եք, նայեք։ Կարող գիտեք, ես ձեր խմբագիրն եմ անվճար, խոսքի նստեմ մի հատ է ձեր։ Ասինք պրոդյուսեր եմ ձեր։ Հասկացանք հիմա շկորձ ունեմ, ասի ձեր նյութերը նայեմ, ասի ես ձեր օպերատորի հետ զրուցել եմ, օպերատորական պահով ոնց որ թե որտեղ որ դուք եք նկարել, ես կադրերի հետ կապված որևէ խնդիր չեմ կարող ունենալ, իսկ ինչ վերաբերում է բողովանդակությանը կարող է ձեր ցենզուրան եմ կամ ձեր խմբագիրը, ասի ինչ նկարել եք, եթե տվեք, ասի որևէ մեկը որևէ ձևով չի միջամտելու ձեր խմբագրական քաղաքականության մեջ լրագրողական աշխատանքի մեջ։ Բայց ասեմ, արդյունքում մենք ստացանք շատ մարդկային պատմություններ, մարդկային դեմքերով, որ ասում է պրաժիզն, էլի, իրական շատ ազնիվ ու անկեղծ պատմություններ մարդկանց մասին, մարդկանց ճակատագրերի մասին եւ մարդկանց արդար իրենց տան, իրենց հողի համար պայքարի պատմություններ, իրանք մաքսիմալ կյանքի ու մարդկանց մասին էին շատ